Երբ ընտանիքում տղա է ծնվում, մայրական սիրուց բացի նաև դաստիարակում են հայրենասիրական ոգով։ Ահա այդ հայրենասիրական ոգով է դաստիարակվել նաև Մարտիրոսյանների միակ որդին Արմեն Հրայրի Մարտիրոսյանը, ով նույնպես ցանկացավ իր հայրենասիրական պարտքը կատարել ծառայության անցնելով։ Սակայն 5 տարի առաջ մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը անմահացավ մեր հերոս Արմեն Մարտիրոսյանը, իր կյանքը բաշխելով ազատ, խաղաղ ու զորեղ հայրենիքի գաղափարին։ Արմենի սխրանքով եւ հայրենասիրական գաղափարով դաստիարակված ավագ ընկերոջ ու շրջանին իրենց հարգանքի եւ մեծարման խոսքեր ասացին մեր կրսեր սերունդի ներկայացուցիչները։ Թալիշի պաշտպանական դիրքերում զոհվեց հերոս Արմեն Մարտիրոսյանը։ Նա կախեց հակառակորդի գնդակի մխրճումը հայրենի ուղի սահմաններից ներս եւ դա կյանքը հղիցավ։ Սակայն դա բնավել մահ չէր, այլ անմահություն։ Նա ապացուցեց, որ իսկական հայրենիք է եւ դարձավ հայրենիքի սուրբ պաշտպանը։ Կրկին մայիս է, ծաղկում է վարդը դուտվիր ազգին քո մատաղ կյանքը, որ բացվի գարուն, վարարի առուն, ջրի դաշտերը, հայրենի անհուն։ Կմայրանան հարսերը հայոց ազգի, կծնվեն բազուն հերոսները լի, շնորհիվ քեզ պես հերոս տղերքի, ազգը մերն միշտ կլինի անպարտելի։ Ներիր ինձ մայրիկ, որ չպահեցի խոստումս տված, դաժաներ մարդը հաղթել եմ կռվում, վկա է Աստված։ Իմ ընկերները քաջաբար ընկան հանուն մայրհողի, որ փակեն ճամփան արյունով արբած մեր հին ոսոխի։ Սրբիր արցունքը ես անմահ եմ ու կամ մայր իմ սիրասուն, ու ամեն գիշեր քեզ այցի կգամ քո սուրբ երազում։ Իմ իշտակը հավերժ կմնա դարեր ու դարեր, իսկ դու ինձ փնտրի կառնան շպտացող վարարևի մեջ։ Սրբիր արցունքը ես անմահ եմ ու կամ մայր իմ սիրասուն, ու ամեն գիշեր քեզ այցի կգամ քո սուրբ երազում։ Իմ իշտակը հավերժ կմնա դարեր ու դարեր, իսկ դու ինձ փնտրի կառնա ժպտացող վարարևի մեջ։ Դաշտերը շուտով կծաղկեն ու կծովանան, կարմիր կհագնեն կակաչները վար գույնով իմ այրյան։ Խնդրում եմ մայրիկ մի փուչ կակաչ տար հենց են աղջկա, որ ինձ է սպասում կարոտով անմար թե մի օր կգա։ Սրբիր արցունքը ես անմահ եմ ու կամ մայր իմ սիրասուն, ու ամեն գիշեր քեզ այցի կգամ քո սուրբ երազում։ Իմ իշտակը հավերժ կմնա դարեր ու դարեր, իսկ դու ինձ փնտրի կառնա ժպտացող վարարևի մեջ։ Սրբիր արցունքը ես անմահ եմ ու կամ մայր իմ սիրասուն, ու ամեն գիշեր քեզ այցի կգամ քո սուրբ երազում։ Իմ իշտակը հավերժ կմնա դարեր ու դարեր, իսկ դու ինձ փնտրի կառնա ժպտացող վարարևի մեջ, իսկ դու ինձ փնտրիր կառնա ժպտացող վարարևի մեջ։
Հայաստան իր աշխարհագրական դիրքի և քրիստոնեական հավատքի պատճառով միշտ պայքար է մղել մուսուլման հարևանների հետ։ Նույնիսկ այդ ծանր պայքարի ժամանակ միշտ կառուցել է վանքեր ու մատուռներ ի ապացույց հզոր քրիստոնեական հավատի։ Դրա վառ օրինակներից է Մատաղիսում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը, որը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին։ Չսպիացած այդ արհավիրքի վերքերը 2020 թվականին սկսվեց մի նոր սերունդի պատերազմ, որը տևեց շուրջ 44 օր ու գիշեր, և հավերժի լույսին ի պահ տվեցին շուրջ 5000 հայ հերոսներ։ Բայց ես հուսով եմ, որ մեր հայազգը կհաղթի և Արարատ լեռան լանջին կպարի մեր ավանդական քոչարին, այս անգամ ոչ թե անմահացած հերոսներով, այլ կենդանի մնացած հերոսների շնորհիվ։ Մեր հերոսածին ծնողները ապացուցեցին, որ հայի ոգին չի ընկճվում և շարունակում է պայքարել և հաղթանակով վրեժ լուծել։ Դրա վառ օրինակն է, երբ Մարտիրոսյանների ընտանիքը որդեգրեց մեր փոքրիկ հրաշ մանուկին Արենին, ով դարձավ իրենց վերքի սեղանին և դաստիարակում է նրան նույն հայրենասիրական ոգով։ Ով գիտի, գուցե մի օր նա վրեժ կլուծի իր անմահացած հայազգի եղբայրների համար։ Խելքում էի, սուրբ հողն է կաչում հելվից,